Ինչ կտա 3 գումարած 3-ի վերակենդանացումը, տարածաշրջանային խաղաղությունը եւ հակամարտությունների կարգավորումը կախված է նաեւ այս ձևաչափից, քաղաքագետների գնահատականը։ Եկեղեցու շուրջ կրքերը չեն հանդարտվում, մայրաթորը ժողով է գումարել, այն սակայն չի կայացել։ Պարտադիր բժշկական ապահովագրության նախագծի շուրջ ազգային ժողովում նոր հակասություններ են, ընդդիմությունը մեղադրում է նախարարությանը անպատրաստ լինելու մեջ։ Զորական գյուղի դպրոցի բռնարար աշակերտները ծեծել ու նվաստացրել են քոլեջի ուսանողին, աղմուկը չի հանդարտվում, ինչպես պատժել, որ չկրկնվի։ Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթելականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Եթերում ժամի գլխավոր թողարկումն է, տաղավարում Գայանե Անտինյանն է, բարև ձեզ։ Ինչ կտա Հայաստանին 3 գումարած 3 ձևաչափի վերակենդանացումը հարավկովկասյան նոր զարգացումներից հետո։ 44-օրյա պատերազմից հետո Էրդողանի նախաձեռնությամբ ձևավորված այս ֆորմատով Ռուսաստան, Թուրքիա, Իրան, գումարած Հայաստան, Վրաստան, Ադրբեջան մի քանի հանդիպում է եղել, բայց առանց շոշափելի արդյունքի։ Մինչև այս ձևաչափով առաջիկա հանդիպումը քաղաքագետները պնդում են, շոշափելի արդյունքների ձեռքբերումը անիրագործելի է, եթե խոշոր 3 կողմերը Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնություն չունենան։ Նայիրի Մուրադյանի ռեպորտաժը։ Ինչ նոր խաղացողներ էլ հայտնվեն հարավային Կովկասում, միևնույն է, ըստ քաղաքագետ վերլուծաբանների, տարածաշրջանում առկա կոնֆլիկտները չեն կարող կարգավորվել, եթե դրանք չներառվեն 3 գումարած 3 ձևաչափում։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Հայաստանի հարավով անցնող թրիփի օրինակն է բերում, որքան էլ ԱՄՆ-ն փորձի իր դերակատարությունն ունենալ այստեղ, նախագիծը կյանքի չի կոչվի, եթե 3 գումարած 3 խորհրդատվական ձևաչափի անդամ 3 խաղացողները ինչ-որ հարցում անհամաձայնություն ունենան։ Բաղդասարյանը նկատի ունի Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին։ Ինչպես եք պատկերացնում, որ դա իրականացվի, եթե Ռուսաստանն ու Իրանը դեմ լինեն դրան։ Եվ ինչպես եք պատկերացնում, եթե Թուրքիան իր պահանջները առաջ մղի եւ պահանջի ավելի մեծ ներկայություն եւ ասենք Հայաստանը չհամաձայնվի, կամ Ռուսաստանը պահանջի մասնակցություն եւ Միացյալ Նահանգները չհամաձայնեն, Իրանը չհամաձայնվի, կամ Թուրքիան չհամաձայնվի։ Եթե նրանք չեն համաձայնվում, կոնսենսուս չկա մեր տարածաշրջանի ապագայի նկատմամբ, մեր տարածաշրջանում հաստատված որևէ խաղաղություն չի կարող տևական լինել։ Քաղաքագետի ձևակերպմամբ, որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը փորձեն հարաբերություններ կայունացնել ու հաստատել, 3 գումարած 3-ի խոշոր 3 խաղացողները կարող են ցանկացած պահի տարբեր քայլերով ու մեխանիզմներով խախտել այդ փխրուն իրավիճակը։ Այդ 3 հիմնական խաղացողները պիտի համաձայնվեն հարավային Կովկասում ստեղծված ստատուս քվոյի հետ։ Եթե այդ համաձայնությունը չլինի, այդ 3 երկրներից յուրաքանչյուրը կոպիտ ասած փորձելու է վերմակը քաշել իր վրա եւ հրահրելու է նոր լարվածություն, նոր հակամարտություն։ Այնուամենայնիվ այդ ձևաչափում էլ այնպես չէ, որ բոլոր երկրների ջրերը մի առվով են հոսում։ Լարված հարաբերություններ կան Իրանի եւ Ադրբեջանի միջև, հաճախակի է լարվում իրավիճակը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ըստ վերլուծաբանների այդ խորհրդատվական ֆորմատը հենց դրա համար է, որ առկա հակասությունները կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Հարավային Կովկասում եւ Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների 6-ակողմ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան ձևաչափը 3 գումարած 3-ը 44 օրյայից հետո առաջարկել էին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Այն ուներ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ֆունդամենտալ նշանակություն, որտեղ այդ նշանակությունը սահմանափակել Հայաստանի հնարավորությունները արտատարածաշրջանային դերակատարների միջոցով ազդելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորման ընթացքի վրա։ 3 գումարած 3-ի հաջորդ հանդիպումները պետք է անցկացվեն Երևանում եւ Բաքվում, անդամակցող երկրների որոշած հերթականությամբ։ Վերջին տվյալներով Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպման օրվա եւ վայրի մասին որոշում դեռ չկա, սակայն այդ ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները։ Ինչ պտուղներ ակնկալել 3 գումարած 3-ից։ Կերևա թերևս առաջիկայում սպասվող հանդիպումից հետո։ Ամեն դեպքում հնգամյա գործունեության արդյունքներն ամփոփելիս մասնագետները շոշափելի արդյունքներ չեն արձանագրում։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ ԱԺ իշխանական թևն ու պատգամավոր Գեղամ Նազարյանն առաջարկում են օրենքով հունվարի 27-ը բանակի օրվան հունվարի 28-ին նախորդող օրը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը սակայն մինչև 2 ամսով հետաձգվել է նրա մշակման հիմնավորմամբ։
Բանակի օրը վարկաբեկել է, ուրիշ որևէ բան չեմ տեսնում ես։ Բարձրապես այդ օրը ստվերի տակ ցել, այսպես ասեմ, հա։ 29-ին պիտի անեն, ոչ թե 27-ին։ Չի կարելի բանակի օրվանից առաջ սակո օր հայտարարել։ Վերջին հաշվով չի կարելի տոները փոխել, տոները հեշտությամբ չեն փոխվում։ Տոները դառնում են ավանդույթ, իսկ ավանդույթը հավերժական է։ Վարչապետի աշխատակազմը հրապարակել է լուսանկարներ եւ տեղեկություններ, որոնք վերաբերում են Մայր աթոռի շուրջ օրերս քննարկվող իրավիճակին։ Տեղեկատվությունը վերաբերում է Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերին եւ հոգեվորականների հայտարարությանը դրանց ուսումնասիրության, գնահատման եւ արձագանքման ընթացքի մասին։ Վեհափառ հայրապետը տեսանյութը առ ոչինչ է համարել, մինչդեռ որոշ եպիսկոպոսներ տարակուսանք են արտահայտել, իսկ վարչապետն անձամբ հանդիպել է հայտարարությանը մասնակցած բարձր պաշտոնյաների հետ գնահատելով նրանց սկզբունքային դիրքորոշումը։ Իշխանություն եկեղեցի առճակատմանը Էդուարդ Պողոսյանն է հետևում։ Նախ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տարածեց այս լուսանկարները, բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունն է, գրել են թե շուրջ 1 ամիս առաջ, երբ տելեգրամյան ալիքները տարածել էին գերաշնորհ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութեր, դրանք ուսումնասիրելու համար կաթողիկոսը հանձնախումբ էր ստեղծել, փորձաքննության համար էլ դիմել էին քննչական իսկությունը պարզելու, կոմիտեն հաստատել է տեսանյութում Արշակ սրբազանն է, վեհափառ հայրապետը սակայն այն առ ոչինչ է համարել։ Եպիսկոպոսները տարակուսած են, նրանց ցանկն է 13-ից 9-ի ստորագրությամբ։ Չեմ ծանոթացել, հյուրեր ունեի եւ իսկապես չեմ ծանոթացել։ Հետեւաբար ոչինչ չեմ կարող ասել։ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Սերովփե եպիսկոպոս Իսախանյանն այն հոգևորականներից է, ում անունը ցանկում կա, բայց առանց ստորագրության, վերապահումներ ունի։ Արձագանք Մայր աթոռից տեղեկատվական համակարգի տնօրենն է գրում, եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ եւ պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն։ Լուսաբանություններ Մայր եկեղեցուց այս ընթացքում չեղան, փոխարենը վարչապետը տեսանյութ հրապարակեց, հանդիպել է այն սրբազաններին, որոնք ստորագրել էին հայտարարության տակ։ Այստեղ էլ 9-ից 8-ն են ներկա։ Օրինակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos-ը, Անուշավան սրբազանը, ով ամիսներ առաջ ազատվել էր Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։ Սկզբունքային դիրքորոշման համար Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է նրանց։ Իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը, եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից։ Վեհարանում այսօր ժողով կա, Մայր եկեղեցու Բաքում լրագրողները հարցնում են Անանիա վարդապետին։ Վեհարանի ժողովից տեղյակ չէ, վարդապետների հավաք կա, ինչ օրակարգով պատասխանը կարճ է, օրվա մտահոգությունները։ Ավելի ուշ հայտնի դարձավ Վեհարանում էլ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամները պետք է հավաքվեին։ Նիստը չկայացավ, հայտարարությունը ստորագրած բարձրաստիճան սպասավորների բացակայության պատճառով։ Ինչ վերաբերում է վեհափառ հայրապետին, ում վարքագիծն 9 բարձրաստիճան հոգևորականներն անհամատեղելի էին համարել հայ եկեղեցու կանոնական իրավունքի հետ, Աստվածաբանն ասում է, Գարեգին II-ը չի կարող սովորականի նման հրաժարական ներկայացնել, այնպես ինչպես աշխարհական մի չինովնիկ։ Կաթողիկոսի խնդիրը քննել կարող է միայն եպիսկոպոսած դասը, այն էլ մեկ խնդրով, որքանով է նա հայոց առաքելական եկեղեցու դավանաբանությունից շեղվել, օցիալ է եւ չի համարվում, որ նա ընտրված է մարդկանց կողմից։ Մինչև հոգևոր եւ աշխարհիկ ջրերը պարզվեն, Նիկոլ Փաշինյանը դարձյալ տեսանյութ է հրապարակում։ Այս կիրակի Երևանում պատարագի կմասնակցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ էլ իդեպ հոգևոր տեսուչի պաշտոնը զբաղեցնում է Պետհամալսարանի նախկին դեկան Անուշավան սրբազանը։ Հանդիպմանը Փաշինյանից 2 աթոռ աջ նստած։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մյուս թեմաները քիչ անց։ Պարտադիր բժշկական ապահովագրության նախագծի շուրջ ազգային ժողովում նոր հակասություններ են։ Ընդդիմությունը մեղադրում է նախարարությանը անպատրաստ լինելու մեջ։ Զորական գյուղի դպրոցի բռնարար աշակերտները ծեծել ու նվաստացրել են քոլեջի ուսանողին։ Աղմուկը չի հանդարտվում, ինչպես պատժել, որ չկրկնվի։ Շարունակենք թողարկումը։
Պարտադիր բժշկական ապահովագրության նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ընդդիմությունը հարցեր է բարձրացրել փաթեթի հաշվարկների, մեթոդաբանական հստակության և փուլային ընդգրկման տրամաբանության վերաբերյալ մեղադրելով նախարարությանը անպատրաստ լինելու մեջ։ Խորհրդարանական գլխադասային հանձնաժողովում քննարկումը թեժ է անցել, բայց նախագիծը դրական եզրակացություն է ստացել։ Ինչու չկա մեթոդաբանություն ու հստակ տրամաբանություն պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթում։ Ընդդիմադիր պատգամավորը գլխադասային հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարին է հարցն ուղղում։ Ինչու առաջին փուլում բոլոր քաղաքացիները ներառված չեն։ Արդյոք ճիշտ հաշվարկ է արված թե ոչ։ Ընդդիմադիրներն անգամ ձեռքի տակ չունեն ապահովագրության փաթեթը։ Մանր ձեռքի տակ չլինի, հասկանանք հիմա օբյեկտիվ process է գնում, թե այստեղ ինչ որ խնդիրներ կան։ Նախարար Ավանեսյանն էլ հակադարձում է, եթե քաղաքացիները իրենց բոլոր հարկերը պարտաճանաչ վճարեն, ապա բոլորի համար էլ կլինի ապահովագրություն։ 64 տարեկան մեր սիրելի հայրենակիցը ինչու հիմա չպետք է ստանա այդ նույն փաթեթը, ինչը ստանում է 65+-ը։ Դուք ասում եք, դա հաշվարկի հարց է, էլի հաշվարկի հարց է։ Բա ասում եք 4 տարի աշխատում ենք, 4 տարվա մեջ նենց աշխատեիք 65+-ից լներ։ Ես նախ խնդրեմ իմ խոսքերը չխեղաթյուրել, եւ ես ձեր հարցին կոնկրետ հստակ պատասխանեցի։ Ընդդիմադիրները պնդում են առողջապահության նախարարը ամբողջական պատկերացում էլ չունի պարտադիր բժշկական ապահովագրության փաթեթի մասին։ Նախարարն ասում է մեծ ու բարդ համակարգ է, այն միայն ֆինանսավորման մեխանիզմ չէ, կատարել են կապիտալ ներդրումներ, լիցենզավորման համակարգ են վերանայել, ներդրել են էլեկտրոնային դեղատոմսերը, նախապատրաստել են բնակչությանը։ Մութ է մնում ընդդիմադիրների համար նաև այն հարցը, թե ապահովագրությունից առաջ ինչպես պետք է բոլորը բույժ զննում անցնեն առողջության առաջնային պահպանման օղակներում, պոլիկլինիկաներում, հատկապես մարզային, որոնք վստահաբար հունվարի 1-ից պատրաստ չեն լինելու մարտ ընդունելուն։ Հաշվարկել ենք ինչ կարգի հերթեր են գոյանալու, իսկ այնտեղ նշվում է, որ եթե 6 ամիս հերթը կարող է 6 ամիս ավելի լինել։ Մեր ԱԱՊ-ները պատրաստ են դրանց թե չէ, եւ եթե նույնիսկ պատրաստ են, մենք ասենք տեխնիկապես մասնագետների հաշվարկես ամեն ինչ արվել է թե ոչ։ Նախարարը պատասխանեց, թե անցումային շրջանն ապահովելու են, որ մարդիկ առանց իրարանցման հետազոտվեն։ Ավանեսյանը պնդեց 2029-ին Հայաստանի բնակչության գրեթե մեծ մասն արդեն կօգտվի ապահովագրությունից։ Նախագիծը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովում հավանության արժանացավ, կքննարկվի առաջիկա լիագումար նիստում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել տեսանյութը, որտեղ Զորական գյուղի դպրոցի աշակերտները ծեծում և ստորացնում են Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին, անչափահասների բռնարարությունը ոչ միայն տեսանկարահանվել է, այլ նաև տարածվել սոցիալական հարթակներում, առաջացնելով հանրության դժգոհությունը և պահանջ ձևավորել, պատժել մեղավորներին։ Ինչ ընթացք է ունեցել այս զազրելի դեպքը, Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Դաժանաբար ծեծում ու նվաստացնում են։ Զորականի դպրոցի բարձր դասարանցիները մի քանի հոգով հաշվեհարդար են տեսնում ու բռնության ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի տղային։ Տեսանյութն էլ նկարահանել են հենց ծեծկրտուքի մասնակից անչափահասները, որոնք սեռական հայհոյանքներ են հնչեցնում, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում քոլեջի ուսանողին։ Ըստ համացանցում շրջանառվող լուրերի բռնարարները այս պահին ազատության մեջ են։ Համացանցում լուրեր կան նաև, որ անչափահասին ծեծի ենթարկողներից մեկի հայրը արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալն է։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը տեղի ունեցել սեպտեմբերին եւ իրավապահները տեսանյութում երևացող բոլորին հայտնաբերել են խուլիգանության կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից էլ պարզաբանում են դեպքի առթիվ մոտ 1 ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 5 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն են ներկայացրել։ Այն բավարարվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է 20-օրյա կալանք, 1-ի նկատմամբ տնային կալանք։ Ժամկետը լրանալուց հետո քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է։ Կիրառված պատիժը կրելուց հետո բռնություն կիրառած անչափահասներն ազատ են արձակվել։ Վարույթը սակայն շարունակվում է։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի եւ 191-րդ հոդվածի հատկանիշներով, այն է խուլիգանությունը եւ անձին առևանգելը։ Այս բարդությունությամբ 1 անձի նկատմամբ կա կիրառված խափանան միջոց, այն է վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։ Ավելի ուշ դեպքին անդրադարձավ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, ընդգծելով բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է։ Անթույլատրելի դատապարտելի այս երևույթը ըստ օմբուդսմենի խորքային խնդիրներ
դեր ունի։ Իսկ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետն էլ նկատում է, անչափահասների կողմից կատարված արարքներին տրվել է գնահատական ելնելով նրանց տարիքից։ Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության տարիքը 16 տարեկանից է, իսկ որոշ հանցագործությունների դեպքում 14։ Հաշվի առնելով, որ մենք գործ ունենք 14 եւ 15 տարեկան երեխաների հետ, իրանք ոչ բոլոր հանցագործությունների համար են ենթակա պատասխանատվության եւ միգուցե դրանով է հենց պայմանավորված, որ վարույթը նախաձեռնվել է խուլիգանություն եւ առևանգում հոդվածներով։ Խստորեն դատապարտելով կատարվածը փորձագետն ասում է, նման դեպքերում կարող է նշանակվել ազատազրկում եւ հետագայում փոխարինվել պայմանական դատապարտմամբ։ Մասնագետի դիտարկմամբ գործում է նաեւ պրոբացիայի ծառայությունը, որտեղ իրականացվում են ազատությունից զրկելու հետ չկապված բոլոր պատիժները։ Տուգանք, հանրային աշխատանք։ Հաշվի առնելով նաեւ մեր պրակտիկան, շատ մեծ է հավանականությունը, որ դատարանը կիրառի պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով համապատասխան փոխաշրջան այդ անչափահասների նկատմամբ։ Քանի որ մեր մոտ ազատազրկումը, որպես ամենախիստ վարժատեսակ անչափահասների նկատմամբ շատ հազվադեպ է կիրառվում։ Այս անընդունելի ու անհանդուրժելի դեպքը եզակիներից չէ։ Անպատժելիության ֆոնին վերջին շրջանում դպրոցներում կրկին գլուխ են բարձրացրել բուլինգի եւ բռնության դեպքերը։ Վերջին օրերին երկու սկանդալային դեպք ու ծեծկռտուք տեղի ունեցավ Նուբարաշենի համար 95 միջնակարգ դպրոցում։ Մասնագետները մտահոգ են, ընդգծում են այս երեխաները անպատիժ պետք է չմնան։ Հայտարարություններին ու բուռն քննարկումներին հետևեց նաև դատախազության հայտարարությունը։ Կբողոքարկեն անչափահասի նկատմամբ բռնություն կիրառածների խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կվերադառնանք քիչ անց։ Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է պայթելականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին, ավելին հաջորդ հիվ։ Շարունակենք թողարկումը։ 8 տարի անհատական օգնական ծրագրով արձանագրած հաջողություններից հետո Vivan եւ Source հիմնադրամը ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին։ Ուշադրության կենտրոնում դարձյալ միջին եւ ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներն են, սակայն այժմ այլ է աջակցության նպատակը։ Խոսքի եւ գրավոր հաղորդակցման սահմանափակումներ ունեցող երեխաների համար անհնարին է դարձնել հնարավոր այլընտրանքային լրացուցիչ հաղորդակցման միջոցներով։ Vivan եւ Source հիմնադրամը ազդարարել են համագործակցության նոր փուլի մասին։ Viva-ի աջակցությամբ կենտրոնի միջին եւ ծանր հաշմանդամություն ունեցող սաները կսկսեն ինքնուրույն հաղորդակցվել, մտքեր, զգացմունքներ արտահայտել, հարցերի պատասխանել, աչքերով կառավարելով համակարգիչը։ Ձեռքերի փոխարեն երեխան կենտրոնացնում է հայացքը, էկրանի վրա ընտրելով բառեր, նախադասություններ կամ պատկերներ։ Սարքը ամբողջությամբ փոխարինում է խոսքին, աշխատում է ուլտրակարմիր ճառագայթի միջոցով, կարդում է երեխայի աչքի բիբը։ Նոր տեխնոլոգիաները երեխաներին թույլ կտան հաղթահարել խոսքի եւ գրավոր հաղորդակցման սահմանափակումները, ավելի ակտիվ ներգրավելով առօրյա կյանքում։ Развивающиеся технологии предлагают человечеству. Երբ նոր տեխնոլոգիաները մարդկությանը խելացի լուծումներ են առաջարկում, բարդ մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր է օգտվել այդ հնարավորությունից։ Ծրագրի արդյունավետ իրականացումը պահանջում է տեխնոլոգիական գործիքների եւ մասնագետների աշխատանքի ճիշտ համադրություն։ Մեր համագործակցության նոր փուլում մենք կրկին պետք է գործենք հետևողականորեն եւ համակարգված ցանկալի արդյունքի հասնելու համար։ Օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ Քամիլ Մատան փաստում է, կան հարյուրավոր ուսանողներ, որոնք այս տեխնոլոգիաները կիրառել են իրենց կրթությունը շարունակելու եւ նույնիսկ գրքեր հեղինակելու համար։ We're creating communication from nothing. Մենք հաղորդակցություն ենք սկսում ոչնչից։ Հայաստանում մենք հենվում ենք այն կազմակերպությունների վրա, որոնք գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության արժեքը եւ դրա սոցիալական ազդեցությունը։ Այստեղ աշխատում ենք հեռահաղորդակցության խոշոր օպերատոր Viva-ի ներդրումների շնորհիվ։ Big telecoms such as Viva, for example. Ընդհանուր առմամբ ծրագիրը թույլ կտա այլընտրանքային հաղորդակցման միջին եւ բարձր տեխնոլոգիաների միջոցով օգնել 150 երեխայի։ Viva-ի հետ ունեցել ենք երկարամյա համագործակցություն, շատ մեծ ծրագրեր, բարձր տեխնոլոգիաների կիրառման այս հնարավորությունը կենտրոնում կփոխի որակ։ Նորարարական լուծումը կարևոր է հատկապես ուղեղային կաթված, ռետի համախտանիշ եւ նյարդաբանական խանգարումներ ունեցող երեխաների համար, որոնք չեն կարողանում օգտվել ավանդական հաղորդակցության միջոցներից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Իդեալ համակարգում մեկնարկել է տարվա ամենասպասված ակցիաներից մեկը՝ Սև ուրբաթը, որն այս անգամ ներկայացված է թե մեծածավալ զեղչերով, թե աննախադեպ ֆինանսական պայմաններով։ Մինչև նոյեմբերի 30-ը գնորդներին առաջարկվում է լայն ընտրանի բարելաված գնային առաջարկներով, սկսած սալիկներից ու լամինատներից, մինչև ջեռուցման կաթսաներ, պաստառներ եւ լոգասենյակի կահույք։ Այսօր արդեն 28 տարի իդեալ համակարգը շարունակում է մնալ որակի եւ վստահության խորհրդանիշ, ընդլայնելով իր գործունեությունն ու խանութ սրահների ցանցը։ Իդեալ համակարգում մեկնարկել է Սև ուրբաթը, մինչև նոյեմբերի 30-ը այստեղ կարելի է օգտվել բացառիկ հատուկ գներից՝ սալիկների, լամինատների, ջեռուցման կաթսաների, պաստառների, միջսենյակային դռների եւ լոգասենյակի կահույքի տարբեր տեսականու համար։ Իդեալ համակարգում ներկայացված են հարյուրավոր արտասահմանյան, մասնավորապես եվրոպական ընկերությունների բարձրակարգ բրենդեր, որոնք շուրջ 28 տարի իդեալ համակարգը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանում։ Ներկայումս արդեն իսկ հասանելի են 2026 թվականի բացառիկ նմուշներ։ Սակայն այս տարվա Սև ուրբաթը իդեալ համակարգում առանձնահատուկ է նաև իր ֆինանսական պայմաններով։ Նոյեմբերի 28-ից 30-ը բոլոր գնորդները կարող են օգտվել 24 ամիս անտոկոս ապառիկ առաջարկից, 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով եւ 0% սպասարկման վճարով։ Սա հնարավորություն է տալիս անմիջապես սկսել վերանորոգումը առանց լրացուցիչ ֆինանսական բեռի։ Փորձելով ապահովել առավելագույնս հարմարավետ պայմաններ իր հաճախորդների համար, իդեալ համակարգի բոլոր խանութ սրահները նոյեմբերի 28-ին, 29-ին եւ 30-ին կաշխատեն մինչեւ 22:00-ն։ Այս առաջարկներով իդեալ համակարգը եւս մեկ անգամ վերահաստատում է իր հիմնական առաքելությունը՝ որակյալ վերանորոգումը դարձնել հասանելի ու հարմար յուրաքանչյուր ընտանիքի համար։ Հետաքրքրվածությունը շատ մեծ է եւ հոսքը բավականին շատ է, երբեմն չենք հասցնում բոլորին սպասարկել։ Այս պահին ընկերությունն ունի 24 ժամանակակից եւ հարմարավետ կոնցեպտով խանութ սրահներ, որոնցից 14-ը գործում են Հայաստանի մարզերում։ Սա հնարավորություն է տալիս, որ որակյալ ապրանքներն ու բարձրակարգ սպասարկումը հասանելի լինեն մեր երկրի յուրաքանչյուր բնակչի։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հայկական ավիացիայի զարգացման ուղղությամբ հերթական կարևոր քայլն է արվել։ Միջազգային առաջատար ընկերությունների հետ կնքվող ներդրումային ու համագործակցության գործարքները հնարավորություն են տալիս Fly One Armenia-ին ընդլայնել նավատորմը եւ բարձրացնել երկրի օդային հաղորդակցությունների մրցունակությունը։ Ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, սեփականության իրավունքով 3 նոր Airbus A320 օդանավ։ Fly One Armenia-ն համաշխարհային ավիացիայի առաջատարների հետ գործարքով մեծացնում է Հայաստանի ավիացիոն ներուժը։ Fly One Armenia-ի հիմնադիրների եւ ղեկավարության հետ Avia Solutions Group-ի, FL Technics-ի եւ ABL Corporation-ի հիմնադիրները քննարկել են համատեղ ծրագրերն ու համագործակցության հետագա հնարավոր ուղղությունները։ 3 ինքնաթիռի ձեռքբերում ունեցանք, դրանից հետո կարևորում եմ նա, որ ընկերությունները համաշխարհային մակարդակով շատ բարձր դիրքերում գտնվող ընկերություններ են, որոնց հետ շատ մարդկանց չի հաջողվում աշխատել, հետաքրքրացել է շուկան եւ կարճ ժամանակ հետո կտեսնեք ավելի շատ նոր ձեռքբերումներ։ Avia Solutions Group-ն ունի 200 օդանավ, ընկերության հիմնադիրը վերահաստատում է աջակցությունը Fly One Armenia-ին։ Ավիաընկերությունը համակարգաստեղծ բիզնես է։ Այն տնտեսության շատ կարևոր մաս է, որն առաջին հերթին ստեղծում է համախառն ներքին արդյունք։ Կարևոր է գիտակցել, որ յուրաքանչյուր երկիր, որն ունի տեղական ավիափոխադրողներ, ստանում է համաշխարհային ավիացիոն բիզնեսի իր մասնաբաժինը։ Ես տեսել եմ ինչպես է զարգացել Fly One Armenia-ն։ Avia Solutions Group ընկերությունն աջակցել եւ հետագայում էլ աջակցելու է նրա առաջընթացին։ Հայկական ավիացիայի առաջատարին վստահում է 7 միլիարդ ԱՄՆ դոլարի կապիտալ տեղաբաշխած ABL Corporation-ի հիմնադիր Ալի Բեն Լմադանին։ Սպասում են Fly One Armenia-ի հետ պայմանագիր կնքելուն։ Այսօր մենք ունենք 124 ինքնաթիռ, որոնք վարձակալության են տրվում ամբողջ աշխարհում։ Մենք անհամբեր սպասում ենք Fly One Armenia-ի հետ գործարք կնքելուն։ Մեծ պատիվ կլինի հետագայում Fly One Armenia-ի նավատորմում մի քանի ինքնաթիռ ներգրավելը։ Հայաստանը հրաշալի ու յուրահատուկ երկիր է։ Կարծում եմ, որ այստեղ մեծ ներուժ կա։ Fly One Armenia-ի գլխավոր տնօրենը կարևորում է համագործակցությունն ու զարգացման նոր հեռանկարներ է տեսնում։ Մեր համագործակցության սկիզբը այս 3 օդանավներն են, բայց մենք այս գործընթացում չենք կանգնելու եւ մեր համագործակցությունը շարունակվելու է նաեւ թե տեխնիկական
ընկերությունների հիմնադրմամբ եւ թե լայնածավալ բոլոր ասպեկտներով։ FL Technics ընկերությունը պլանավորում է օդանավերի տեխնիկական սպասարկման համատեղ ենթակառուցվածքներ ստեղծել։ Հայկական փոխադրողի փորձն ու հեղինակությունը համարում է հաջողության գրավական։ Fly One Armenian այն ավիաընկերություններից է, որի հետ համագործակցության երկարամյա փորձ ունենք։ Այժմ քննարկում ենք Հայաստանում ներկայություն ունենալու հնարավորությունը։ Fly One Armenian շարունակում է գործնական քայլերով զարգացնել հայկական ավիացիան, Հայաստանի կապը աշխարհի հետ դարձնելով ավելի կայուն եւ վստահելի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Անցած մեկ օրում գրանցվել է 18 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 21 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, բացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 10-ը նախկինում կատարված։ Օրվա կարևոր թեմաները մեկտեղել է Արմեն Աթալյանը։ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի հաջորդ տարվա մարտ ամսին։ Այսօր հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նախարարը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հանձնառություն է ստանձնել նոր սահմանադրության տեքստի մշակման եւ դրա ժամկետների առնչությամբ։ Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամները քննարկել են սահմանադրությունում դատախազության եւ քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները։ Վաղատենիցում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում եւ ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները։ Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։ Դեպքի վերաբերյալ պարզաբանել են Պաշտպանության նախարարությունից։ ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգավորումներ է առաջարկել նույն դասարանում մնացած եւ բացակայող դպրոցականների հետ աշխատանքի վերաբերյալ։ Ըստ այդմ, եթե աշակերտը որևէ առարկայից տարեկան գնահատվել է 1-ից 3 միավոր, պետք է հանձնի վերաքննություն։ Եթե առնվազն 2 առարկայից վերաքննություն է հանձնել եւ ստացել է 1-ից 7 միավոր, 20 միավորանոց սխանդղակով, կրկնի նույն դասարանում ուսուցումը։ Տարեկան 200 ժամից ավելի բացակայած աշակերտը բոլոր առարկաներից հանձնում է լրացուցիչ գրավոր քննություններ։ Սովորողի հաջորդ դասարան փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եղանակի տեսությունը կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց ստեղումների, լիարժեք կարևոտ երկնքով, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 9-ից 12 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 6-ից 9, Լոռիում 11-ից 14, Տավուշում 10-ից 15 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 10-ից 13, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 13-ից 16, Սյունիքի նախալեռներում 8-ից 12 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 0-ից 2, ցերեկը 10-ից 12, երեկոյան 6-ից 8 աստիճան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը, մաղթում եմ խաղաղ երեկո, ցտեսություն։